Երրորդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, չորրորդ հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա։ Փաշինյանը կործանել է դարերի վաստակն ու երազը եւ դեռ փորձելու է մեղավորներ գտնել, ինչպես հիմա է անում, բայց դա իրեն չի փրկի։ Ցանկացած դատավոր, որը փաստերով է առաջնորդվում, դատելու են նրան։ Իսկ Փաշինյանին դատելու են օրենքը, Աստված, ժողովուրդը եւ պատմությունը։ Նա ներում չունի այս սուբյեկտներից որևէ մեկի կողմից։ Փաշինյանը կործանել է դարերի երազը, հավաքված էներգիան, որը պորտկացել եւ դարձել է Արցախյան շարժում, պետականություն, Ղարաբաղի ազատագրում։ Այդ մարդը կործանել է այս երեք արժեքները եւ նրան չկա ոչ փրկություն, ոչ ներում, ոչ մեղա։ Բայց հիմա դա մեզ բացարձակ չպետք է հուզի։ Թող այդ արդյունքները մնային, ինքն էլ լիներ լավագույնը, լավապրողը։ Մեզ պետք է հետաքրքրեն Հայաստանի կորուստները։ Փաշինյանի նախկին նախագահներին բանավեճի հրավերը վաղուց ծանոթ սցենար է եւ վարվելակերպ։ Իհարկե նա շատ լավ գիտակցում է իր պատմական, ոչ սովորական մեղքը։ Այն, որ ինքն անիծված է լինելու եւ դատվելու է, դա էլ քիչ է։ Նա մնալու է որպես չարագործ, ավերող, եղածը մսխող, դարեր անց ձեռք բերած պետականությունը կործանող։ Փաշինյանը շատ լավ է գիտակցում սա եւ բնականաբար փորձելու է տարբեր ճանապարհներով կոծկել դա, բայց մարդուն դատում են ոչ թե դատարանում իր մեղագալու ճառերով, այլ փաստերով։ Այսինքն Փաշինյանի ասացները, ելույթները, արդարացումները ոչինչ են այն մեղադրանքի առջև, որն ինքը գործել է, իսկ դա հստակ է։ Ցանկացած գործչի, ղեկավարի դատում են ստացածի եւ հանձնածի տարբերությամբ։ Նա ստացել է 42000 քառակուսի կիլոմետր, հանձնելով թողել է արդեն 29400-ը, 120000 տեղահանվածի եւ ցեղասպանություն։ Փաշինյանի եւ իր վարչախմբի տրամաբանության մեջ Հայաստանի Հանրապետության տարածքն էլ է, ըստ էության թուրք-ադրբեջանական։ Նրանք մեծ փորձում են հրամցնել այն գաղափարը, որ Հայաստանի Հանրապետության տարածքը մեզ վարձով է տված ընդհանրապես։ Պետք է շնորհակալ լինենք, որ այսքանն էլ ունենք, եւ ընդհանրապես ասած, եթե հիմա հետ էլ պահանջեն, մաս կարող ենք տալ։ Ասենք ասում են, Սյունիքով մեզ միջանցք տվեք, խախնդիր չկա, Սյունիքով միջանցք տանք։ Եվ այլն։ Ըստ պետք է հասկանալ, որ իրանք են տրամաբանության մեջ են, որ մենք ստեղ եկվոր ենք, որ այն ինչ որ մենք ունենք, ընդհանրապես ասած, մեզ չի էլ հասնում, մերը չի։ Ժողովրդի մեջ շատերը նրան պատժելու ցանկություն ունեն։ 1-2 տարի առաջ նրան աջակցողների որոշակի թիվ կար, հատկապես գյուղական շրջաններում։ Հիմա ատելությունն է բարձրանում եւ գերիշխում, եւ նա վախենում է դրանից։ Նա իր անձնական պաշտպանական համակարգն է ավելացնում, վկան այսքան պարեկների գոյությունը, այն դեպքում, երբ ոստիկանության զորքերը, ազգային գվարդիան, որոնք օրենքով սահմանին կրակելու հնարավորություն ունեին, այլևս չունեն այդ հնարավորությունը։ Այսինքն նա թույլատրել է դրսի պաշտպանունակությունը, ուժեղացրել է ներսինը։ Հայաստանում երբևէ այսքան պատավատ եւ թիկնազոր չի եղել։ Օրինակ, վերջերս համալսարաններից մեկում մի միջոցառում էր, Փաշինյանն էլ պիտի գար, եւ մոտ 800 մետր շրջագծով բոլոր բարձրահարկ շենքերի գլխին կանգնած էին դիպուկահարներ։ Այսինքն նա ուր գնում է, մոտավորապես 1 կիլոմետր շարավղով շենքերը շրջափակվում են։ Դիպուկահարները բարձրանում են շենքերի վրա, անցուդարձը կանգնեցնում են։ Կարևոր է, որ ընդդիմադիր մի քանի խոշոր բևեռ է ձևավորված։ Այդպես ցանկալի կլիներ, որ 2021-ին բոլոր ընդդիմադիրները միավորվեին։ Այդ հնարավորությունը կար, Տեր-Պետրոսյանն այդ առաջարկն արել էր, որ բոլորը միավորվեն, ազատվեին այս արհավիրքից, երկիրը փրկեին պատերազմներից եւ նրա հետևանքներից, բայց ոչ ոք որևէ պաշտոն գրավելու ակնկալիք չունենար։ Դա քաղաքական ճշգրիտ առաջարկ էր։ Ուզում եք ազատվել Նիկոլից։ Եկեք ազատվենք, միասին կարող ենք, ավելի հեշտ կլինի, բայց նաև որևէ մեկը չակնկալի նրա տեղը զբաղեցնել։ Թող գա ինչ-որ մեկը, տեխնոկրատ, հանրային դեմք, թեկուզ ոչ կուսակցական, որը հետո կնշանակեր ազատ ընտրություններ։ Այդ ընտանիքում մինչև վերջերս իրական կարգավիճակ ուներ Աննա Հակոբյանը եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Նրանք շատ լավ գիտակցում են իրենց արածը, այնպես չէ, որ չեն տեսնում։ Թեկուզ իրենց հոբբիով, Facebook-ով ու TikTok-ով հոտեսնում են, թե իրենց նկատմամբ ինչ ատելություն է ձևավորված։ Հատուկ ուզում եմ հիշեցնեմ իր մի ելույթ, որը կոչվում էր այսպես. ինչ է սա եթե ոչ ցինիզմ, որ ամենամեծ աղքատությունը ունեցող երկրում իշխանությունները որոշում են իրենց աշխատավարձը բարձրացնել։ Հիմա պատասխանելով իրեն իր իսկ խոսքերով, կներես սա այլևս ցինիզմ էլ չէ։ Սա կոնկրետ ձեռք առնելիք է հենց այն էլեկտորատին, որի ուսերի վրա 1000 անգամ թողներեն ինձ մեր տատիկ պապիկները։ Ինքը եկել է իշխանության նաև 2021 թվականին, որովհետև իր էլեկտորատի զգալի մասը հենց եղել են մեր տատիկ պապիկներն ու թոշակառուները, որոնք հերթական անգամ հավատացել են ու հերթական անգամ խաբվել։ Վարչախումբը հրաշալի հասկանում է, որ իր հանդեպ ատելությունը լավ տեղ չի տանելու։
Եվ այս ձգվող լարումը կարող է բերել ոչ թե խաղաղ հանգուցալուծման, այլ ճիշտ հակառակը՝ պայթյունի։ Երբ զսպանակը շատ է սեղմում, այն կոտրվում է, իսկ երբ ռեզինը շատ է ձգում, այն կտրվում է։ Սրանք բնության եւ ֆիզիկայի պարզ օրենքներ են, ըստ որոնց ոչինչ չի կարող անverջ մի ուղղությամբ միագիծ շարունակվել, ձգվել, սեղմվել կամ ճկվել։ Մի օրի վերջո դա քանդվելու է, բացվելու է։ Որոշիր, հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։